Հայաստանը ծայրագավառից վերացվել կենտրոնի, այսօր Հայաստանը գտնվում աշխարհի կենտրոնում։ Հաջորդը սահմանազատման գործընթացում ինչ էին ասնում, ասում էին ոսկեպարի եկեղեցին տալիս են, Կիրանցը տալիս են, այսօր գնացեք եւ տեսեք ինչ հայրենից ներկայացնում Կիրանց գյուղը։ Կիրանց գյուղը ավելի բարեկեցիկ չի եղել իր գոյության ողջ ընթացքում։ Այսօր Կիրանցի 50%-ի չափով տներ են կառուցվում Կիրանցում։ Կիրանցում 100 տարի չգործած եկեղեցին կառավարության միջոցներով վերականգնվել է եւ օծվել է 100 տարի չգործած եկեղեցին։ Ոսկեպարի եկեղեցին վերականգնվել է կառավարության միջոցներով։ Ինչ էին ասում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ 3 փոխհմբռնման հուշագիր ստորագրեցինք։ Նրանցից մեկը վերաբերում էր արհեստական բանականությանը։ Ինչ էին ասում։ Ասում են թղթի կտորը անկա ոչ մի իրավականություն չունի, ոչ մի հետևանք չունի։ Անիմաստ PR նպատակով ստորագրված թուղթ է։ Այսօր ինչ ենք տեսնում, մի տարի դեռ չի անցել այդ թղթից, բայց արդեն մենք Երևանի պետական համալսարանում ունենք արհեստական բանականության կենտրոն։ Մենք արդեն Գեղարքունիքի մարզում բարձվել է առաջին արհեստական բանականության գործարանը Գագարինում եւ նախորդ գիշեր վայրեջ կատարեց եւ Հրաստանում էլ բացվելու է արհեստական բանականության երկրորդ գործարանը այս ամիս արդեն բացվելու է, որը նպատակադրված է եւս 5 միլիարդ դոլարի ներդրում անել եւ Հայաստանը այդ թվում նաեւ դառնում է ժամանակակից տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության կենտրոն։ Եվ շատ կար, հիմա ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում։ Հիմա եկեք գնանք տեսնենք 2021 թվականին ինչ էին ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունն ասում էր Սևանը տվել է։ Սևանը տվել են։ Ընդդիմությունը ասում էր 21 թվի նախընտրական քարոզարշավին, ասում են եթե ԿՊ-ի օգտին քվեարկեք, հələ այն ժամանակ շատ բարեգութ էին։ Ասում էին բանի Սևանի արևելյան ափին նկատի ունեին Շորժայից միջև Մասրիկ։ Ադրբեջանցիներ են գարնու ապրել, եթե բանի ԿՊ-ի օգտին քվեարկեք։ Այսօր քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում, ժողովուրդ ջան։ Այսօր էլ նրանք նույն տրամաբանությամբ տեսնելով, որ մենակ Շորժա Մասրիկ հատվածը տպավորություն չի թողնում, հիմա էլ մտցրել են 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա։ Ոնց որ 2020 թվին լրտեսական առաքելություն էին կատարում, ներդնելով Միչանցքի եւ 21 թվին Սևանի արևելյան ափի թեման, նույն ձևով այսօր էլ լրտեսական առաքելություն են կատարում, ներմուծելով 300,000 ադրբեջանցի թեմա։ Չի եղել այդպիսի թեմա, չկա եւ չի լինելու, որովհետեւ մենք փակել ենք կոնֆլիկտի էջը։ Բայց ես ձեզ ասում եմ նաև ուղիղ եւ առանց սեթեվաթանքի, չկա եւ չի լինելու 500,000 Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի թեմա, չի լինելու, եւ ասում եմ չի լինելու նաև պետք չի մեզ ուզում են ժողովրդան անընդհատ պահեն գաղթականի պանդուխտի տրամաբանության մեջ, մեզ ուզում են որ մենք մեր հայրենիքում նստած հայրենիք փնտրենք, մենք ուզում ինչի համար, որովհետեւ ուզում են որ մենք մեր հայրենիքում մեզ տնվոր զգանք, եւ մենք ասում ենք ոչ, մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք, որովհետև մենք գտել ենք մեր հայրենիքը եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ մենք եւ մեր սերունդները պետք է ապրենք հավիտյան։